Ընդդիմադիր падգամավորներն առաջարկում են մինչև 2026 թվականը 30-ից 35% փուլային տարբերակով գույքահարկի աճը կասեցնել։ Ընդդիմադիր падգամավորների դիտարկմամբ առանց այդ էլ 2021-ից գույքահարկը յուրաքանչյուր տարի բարձրանում է, ծանր բեռ դառնալով քաղաքացու համար։ Նոր նախագծով падգամավորն առաջարկում է գույքահարկի աճի կասեցումը կիրառել մինչև 200 միլիոն դրամ արժեք ունեցող անշարժ գույքի համար։ Եվ այս ընթացքում հատկապես խոցելի խմբերի համար միայնակ տարեցներ, թոշակառուներ եւ տարբեր սոցիալական այլ խմբեր դարձել է անտանելի գույքահարկի բեռը։ Ընդդիմադիր падգամավորի ձևակերպմամբ ամեն տարի գույքահարկի ավելացումը հակասոցիալական քայլ է։ Այն ըստ падգամավորի պետք չէ կիրառել հատկապես ցածր արժեք, միջին արժեք ունեցող անշարժ գույքի համար։ Այսինքն մարդը, եթե ստանա նվազագույն թոշակ եւ շատ բազմահազար մեր քաղաքացիներ հենց այդպիսի թոշակ են ստանում եւ բնակվում են կենտրոնում, ուրեմն իրենց թոշակը պետք է բավականացնի ընդամենը այդ գույքահարկը վճարելուն։ Համաձայն չենք, որ գույքահարկի բեռը հավասար է կենսաթոշակի չափին։ Դուք կարող եք մի ծայրահեղ ինչ-որ տեսական դեպք եք նկարագրում, երբ որ միայնակ կենսաթոշակառուն կամ ամուսիններ կենսաթոշակառու ապրում են, ես եթե փորձեմ արագ հետադարձ հաշվարկ կատարել, եթե ամսական հարկը լինի 35,000 դրամ, այսինքն տարեկան 420,000 դրամ, այդ մենք երևի խոսում ենք 200 միլիոնից էլ բարձր արժեք ունեցող գույքային միավորի մասին։ Ֆինանսների փոխնախարարի դիտարկմամբ մինչև գույքահարկի աստիճանական բարձրացման համակարգի ներդրումը շենք-շինությունների գնահատումը իրականացվում էր 2000-2003 թվականների հին տվյալների հիման վրա։ Ըստ փոխնախարար Պողոսյանի այն հին է եւ ընդհանրություն չունի ներկա իրողությունների հետ։ Նրա ձևակերպմամբ քվոտա է սահմանված ժառանգություն ստացած գույքահարկերի համար։ Մարդ ժառանգություն է ստացել բարձրարժեք գույք, էմոցիոնալ կապ ունի այդ գույքի հետ, չի կարող ենթադրենք վաճառել, տեղափոխվել այլ բնակարան կամ առանձնատուն եւ համայնքը համարում է, որ սա այն դեպքն է եւ համայնքի մյուս բնակիչներն էլ կոնսենսուս ունեն կամ հաշտ են այդ քաղաքականության հետ, տրված է ոչ փոքր քվոտա ամբողջ գույքային հարկերի պոտենցիալի 10%, այսինքն 10-ից 1-ից կոպիտ ասած կարող է գույքահարկ չհավաքագրել։ Ֆինանսների փոխնախարարն ասում է, Ռուսաստանում, Վրաստանում գույքահարկն ավելի բարձր է, քան Հայաստանում։ Հարցին, եթե թոշակառուն չվճարի գույքահարկը, ինչ միջոցներ են կիրառվելու, նա պատասխանեց. համայնքը տվյալ դեպքում կկիրառի գույքահարկի վճարման պարտավորությունն ապահովող միջոցներ, դատական կարգով, ԴՀԿ-ով, տույժ տուգանքներ հաշվարկելով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։